Սիրելի հայրենակիցներ, սիրելի հրազդանցիներ, ողջունում եմ բոլորիդ, շատ ուրախ եմ այս հանդիպման համար, առաջ, ինչպես արդեն գիտեք, առաջ աշակենտրոն կուսակցությունը միացել է Հայաստան դաշինքին և սպասվող խորհրդարանական ընտրություններին մենք մեր մասնակցություն ունենալու ենք հետևյալ ձևաչափով, իհարկե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ։ Մենք միացել ենք մեր քաղաքական ուժը մի հստակ ծրագրով, հստակ պահանջով, այն է, որ մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում և մեր մտահոգությունն ենք հայտնում այն ամենի հետ, ինչ կատարվել է այս 7 տարիներին Հայաստանի Հանրապետության հետ, Արցախի Հանրապետության հետ և փորձում ենք մեր թիմով, մեր ընկերներով փորձում ենք այն լուծումներն առաջարկել, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի ուժեղ է սարքելու, ավելի լավն է սարքելու, ավելի միջազգային գործընկերների, միջազգային տարբեր հարթակներում ավելի լսելի ենք դառնալու, ինչը մենք այս տարիներին տեսնում ենք, որ այդքան էլ այդպես չէ։ Շատ հստակ է, որ օրվա իշխանությունների թիրախում տարիներ շարունակ մեր ազգային արժեքներն են, մեր ազգային ինքնությունը, մարդիկ փորձում են ջնջել մեր հիշողություններից մեր պատմական հիշողությունը, մեր ազգային արժեքները, այդ ամենը, այդ ազգադավ ծրագրերը շատ վաղուց արդեն ներխուժել են դպրոցներ, իհարկե իրենց, այսպես ասած, ՔՊ-ականների քավորությամբ այս ամենը։ Ավելորդ է խոսել այն ամենի մասին, ինչը իրականացնում են հայ առաքելական եկեղեցու հանդեպ։ Բոլորս շատ լավ տեսնում ենք այդ ամենը։ Փորձում են, որքան էլ որ իրենք փորձում են դա կապել, որ եկեղեցում կան ինչ-որ անձանց դեմ է, շատ պարզ վստահ ասում եմ, դա որևէ անձի դեմ չէ, դա հայ առաքելական եկեղեցու դեմ է, որովհետև իրենք շատ լավ գիտեն, որ հայ ժողովրդի հենասյուներից մեկը եղել է դարերով և կա հայ առաքելական եկեղեցի։ Եվ ես ասում եմ, որ իշխանափոխությունից հետո եկեղեցին պետք է սահմանադրության, այսինքն այնպես ինչպես սահմանադրությունով ունենք եկեղեցին անջատ պետությունից իր ինքնավար պետք է իրականացնի իր աշխատանքը, այդպես է լինելու։ Պետությունը երբեք չի խառնվելու եկեղեցականների գործերին, այս մարդիկ արդեն եկեղեցական ծեսերին են խառնվում, իրենք իրենց համար նոր հոգևորականներ են առաջ բերում, տեսել եք, դատավորներ կան, որ իրենք կարողանում են որոշել, ենթադրենք այսինչ մարդը հոգևորական է, թե հոգևորական չէ, սա աբսուրդ է, բնականաբար սա մեր ուշադրության կենտրոնում է լինելու և հայ առաքելական եկեղեցին շարունակելու է և Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում հայերի միասնության գաղափարը առաջ տանելու։ Ես որպես Հայաստանի Հանրապետությունում վերջին ընտրություններին ակտիվ մասնակցած անձ, ուզում եմ ձեզ մի խնդրի մասին խոսել, այն է համայնքների անտրամաբանական այս խոշորացումը։ Դուք շատ լավ տեսաք վաղաշաբաթի ընտրությունները, երբ այլ համայնք, 17 գյուղեր, գյուղական համայնք միացրեցին վաղաշաբաթին մի պարզ տրամաբանությամբ, որպեսզի ունենան իրենց ՔՊ-ական սրտի թեկնածուն։ Իրենք նույնիսկ չեն զանազանում իրարից գյուղական համայնքի խնդիրները և քաղաքային համայնքի խնդիրները, ինչը համայնքը կառավարելու համար էլ ավելի մեծ պրոբլեմների առաջ է կանգնացնում։ Այսօր գյուղացին իրականում պրոբլեմի խնդրի առաջ է կանգնել։ Տեսեք, ջերմոցային տնտեսություն, մարդը ունի վարելահող, ուզում է ջերմոցային տնտեսություն կառուցի, ջերմոց, 1000 մետրանոց, ենթադրենք, հակամ 2000 քառակուսի մետրանոց ջերմոց է ուզում կառուցել։ Այդ մարդու համար նախ գյուղացուն անհրաժեշտ է բավականին շատ ֆինանսական միջոցներ և մոտ 7-8 ամիս ժամանակ։ Հողի կատեգորիայի փոփոխություն կա և մի կարևոր բան էլ, որ սա նույնպես աբսուրդի ժանրից է, իսկ ցելոֆանի ջերմոցային տնտեսություն կառուցելու համար նույն շին-թույլտվություն վճարն են մուծում ինչ-որ հիմնական շինության համար։ Այսօր գյուղացին իր բակում փորձում է որևէ մի հավաբուն կառուցել, դա պետք է լինի շին-թույլտվությունով, համապատասխան վճարներով, սա կարծում եմ պետական տարբեր հիմնարկների կողմից իշխանափոխություն հետո ևս պետք է վերանայվի։ Այսինքն, եթե գյուղացին ուզում է կառուցել ջերմոցային տնտեսություն, թե համայնքային հիմնարկների, թե պետական հիմնարկների հարաբերվելուց
պետք է տևի մաքսիմալ կարճ ժամանակ եւ ոչ մի շինթույլտվության վճար, ոչ մի ֆինանսական հարց չպիտի առաջանա։ Համայնքը պարտավոր է այդ բեռը վերցնել իր վրա եւ փորձել խրախուսել։ Հաջորդ խնդիրը գյուղական համայնքների, մենք գիտենք, որ դա ոռոգման ջրի հարցն է։ Գալիս է ոռոգման սեզոնը, մի աժիոտաժ է սկսվում, կարծես թե ջրեմ ինչ-որ մի նոր հայտնագործություն է եղել, մարդիկ ուրախանում են, որ իրենց ջուր են տալիս, այսինքն ոռոգման ջուր ունեն։ Սա պետք է լինի նորմալ, սովորական երևույթ։ Եթե գյուղացուն պետք է ոռոգման ջուր, պետք է դա լինի։ Իդեպ մենք նաև մեր ծրագրում ունենք, որ ոռոգման ջրի սակագնի հստակ էական նվազում է տեղի ունենալու։ Բնականաբար նորից եմ կրկնում, համայնքների այս տրամաբանական խոշորացումը վերանայվելու է, որովհետև այս ամենով ոչ միայն կառավարման մոդելն են շատ ավելի վատացրել, բարդացրել, այլ եւ գյուղի, եւ քաղաքի կոլորիտն են կորցրել այս մարդիկ։ Իսկ դա յուրաքանչյուր քաղաքի, յուրաքանչյուր գյուղի համար ամենակարևոր սկզբունքներից մեկն է։ Մենք շատ լավ գիտենք, որ դուք շատ ավելի շատ, ես ձեզնից շատերը կհիշեմ, որ նախագահ Քոչարյանի տարիներին Ծաղկաձորում ինչ շինարարական բում ապրեց, սպորտ կոմպլեքսը ամբողջությամբ թարմացվեց, վերանորոգվեց, տուրիստական մեծ հոսքեր։ Ես հիշում եմ, որ ձմեռային օլիմպիական խաղերի տարբեր երկրների հավաքականներ գալիս էին իրենց մարզական հավաքներն իրականացնում էին հենց Ծաղկաձորում։ Ես վստահ եմ, երևի թե այս մասին ավելի շատ նախագահը կխոսի, բայց մեր թիմի իշխանության գալու դեպքում այս ծրագրերը եռակի, քառակի շատանալու են եւ դուք նորից այն ամեն ինչ որ տեսել եք ու sense լավ հիշողություններով հիշում ենք, նորից տեսնելու ենք այս ամենը։ Խոսքս երևի թե շատ չծանրաբեռնեմ, այսքան մտահոգ եւ պատրաստական հայացքներ որ տեսնում եմ, վստահ եմ, որ մենք բոլորս այս ամենը հաջողելու ենք, որովհետեւ բոլորս իրար թևութիկունք մի գաղափարի շուրջ հավաքված կարողանալու ենք իրականացնել։ Շնորհակալություն։